Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալ եմ, նախ զավեշտալի է, որ իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է մանիպուլյացիա անելու մեջ, հանգիստ եղեք, դուք այստեղ անմրցելի առաջատար եք, այդ բացառիկ առաջին հորիզոնականը մանիպուլյացիայի վարպետների պատկանում է ձեզ։ Հայտարարագիր լրացնելու ժամկետը, սիրելի հայրենակիցներ, երկարացվում է մինչև նոյեմբերի 1, հիշեցնեմ, որ մենք առաջարկում էինք առհասարակ չեղարկել այս համակարգը, հիմա որևէ հարց չլուծելով հանդերձ, չլուծած լինելով հանդերձ, իշխանությունը ընդդիմությանը հերթական անգամ մեղադրում է այս անգամ դեմոնիզացնելու մեջ համակարգը։ Տիկին Մինասյան, այդ ես եմ դեմոնիզացրել, հա? Ես 3 ամիսա պետական կառույցներից չեմ կարողանում ստանալ պարզ հարցի պատասխան, արդյոք քրեական օրենսգրքի 444 հոդվածը վերաբերվում է ֆիզիկական անձանց։ Հիշեցնեմ, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահը բանավոր խոսքի ժամանակ հայտարարել է, որ վերաբերելի չի, գրավոր հարցման ժամանակ ասել է, որ իր իրավասություններից դուրս է։ Գլխավոր դատախազը, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, առհասարակ հրաժարվել է հարցին պատասխանել, ասելով, որ իր սահմանադրական լիազորություններից դուրս է։ Այդ կարող է երազեի տեսել, եկել էի ձեզ պատմում էի, կարող է երազեի տեսել, եկել էի ձեզ պատմում էի, դուք էլ ջուրն էիք։ Կարող է, դե հա հասկանում եմ, ձեր համար նորմալ է, եթե ձեր համար նորմալ է, որ երկրի վարչապետը կարող է ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարի բռնել սատանաներին կառավարության նիստի ժամանակ, հաջորդ օրն էլ, հաջորդ օրը թե մի ամիս հետո էլ, իր ընտանիքին պատկանող թերթը հարցում ուղարկի ԱԱԾ, թե արդյոք բռնեցին սատանաներին, թե ոչ, նորմալ է, որ ձեր համար այս ամեն ինչը դեմոնիզացիա է եւ երազ է, որը տեսել եկել էի ձեզ պատմում էի։ Ինչ ասում, հարգելի հայրենակիցներ, ինչ են ասում իշխանական падգամավորները։ Նախ Բաբկեն Թունյան ասում է, հերքում է, հետո ասում է, բայց իրավաբանների հետ մի հատ կխոսանք, հետո կարձագանքենք։ Տնտեսական հանձնաժողովի նախագահն է, իրավաբանների հետ խոսել է, եկել է նույն պնդումներն է անում։ Պարոն Թունյան, բա որ այդքան ամեն ինչը պարզ էր։ Ձեր ընտրած գլխավոր դատախազը այդ պարզ հարցերին չէր կարողանում պատասխանել։ Պեկի նախագահը այդ պարզ հարցին չէր կարողանում պատասխանել, եթե ամեն ինչ այդքան պարզ էր։ Կամ Վլադիմիր Վարդանյանը, ես ցավում եմ, որ հիմա այստեղ չի, ասում է մանիպուլացնում է Տիկին Խամոյանը։ Խնդիրը այստեղ հոդվածը չի, գլուխն է։ Եթե ես չեմ սխալվում, մեզանից իրավաբանը Վլադիմիր Վարդանյանն է։ Եվ իդեպ պարոն Թունյան, ես որ եկել այստեղ խոսում էի, իրավաբանների հետ խոսել, նոր է եկել այստեղ խոսում։ Պարոն Վարդանյանը չգիտի, որ քրեական օրենսգրքում հոդվածն է մեկնաբանման առարկա, ոչ թե գլուխը։ Ես վստահ եմ, որ ինքը շատ լավ գիտի, պարզապես այստեղ իր բառերով մանիպուլացնում էր իրավիճակը։ Հիմա ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, ես պնդում եմ, որ սա փորձանք է լինելու ձեր գլխին, բայց սրա մասին իշխանությունները հիմա լռում են։ Իմ ձեռքի տակ հայտնվել է պետական եկամուտների կոմիտեի պատասխան, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ հարկային մարմնի կողմից կիրառվում է օրենսգրքի 169 հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցները, սակայն հաշվի առնելով, որ նշված իրավախախտումների մասով դեռևս չեն սպառվել նույն հոդվածով սահմանված կիրառման ենթակա բոլոր պատասխանատվության միջոցները, ինչը որպես պարտադիր պայման նկարագրված է քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի դիսպոզիցիայում, ուստի եկամտային հարկի տարեկան հաշվարկ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության չկատարման դեպքով քրեական հետապնդման մարմիններին տվյալներ դեռևս չեն փոխանցվել։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ ինչպես Արցախի հարցից սկսած մինչև Արագաչափեր ստել են, այնպես էլ այս հարցում են ստում եւ պատրաստվեք, որ հաջորդ տարվանից քրեական հետապնդումներ են սպառնում այն քաղաքացիներին, ովքեր հայտարարագիր չեն լրացնի կամ կեղծ տվյալներ կլրացնեն։ Շնորհակալ եմ։ Տիկին Խամոյան, Բաբկեն Թունյան, պարոն Թունյան, դուք նաև եզրափակիչ ելույթի իրավունք ունեք, կմիացնենք իրար, համեցեք։ Շնորհակալություն։
Ես օրենքի հեղինակն եմ, Տիկին Խամը, կներեք։ Բանը վերջից սկսեմ։ Ուրեմն որ օրը որևէ ֆիզիկական անձ հայտարարի լրացնող 444-րդ հոդվածով ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ պատգամավոր լինեմ, կամ եթե չլինեմ ուրիշ ամբիոնից, ձեզնից հրապարակային ներողություն խնդրել։ Բայց եթե նման բան չլինի, նույնը ակնկալում եմ ձեր կողմից։ Հիմա երկրորդը բաներ կա չհասցրեցի։ Ուրեմն ժողովուրդ ջան, աշխարհի 145 երկրներում գործում է եկամուտների հայտարարման համակարգ։ Դուք այնպես եք ներկայացնում, իբր Հայաստանի Հանրապետության կառավարությունը օթից չգիտեմ մի հատ ինչ-որ գործիք է հնարել, որ մեր քաղաքացիներին պատժի։ Այսինքն ես չեմ կարողանում հասկանալ, օրինակ դուք, պարոն Ավետիսյան, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Թադևոս Ավետիսյան, որպես ֆիզիկական անձ, որ հայտարարի եք լրացնում, կարաք ասեք, ձեզ դրանից ինչ վնաս կարող է լինել։ Ինչ վնաս։ Դժվարանում եք, չարչարվում եք, լրացուցիչ ձեր վրա հարկ է առաջանում, օգուտից բացի ինչ վնաս ձեզ կարող է լինել։ Ոչ մի։ Հա, ոչինչ, դուք էլ այստեղ 4 տարի անիմաստ գործով եք զբաղվում, ոչ մի օգուտ չեք տվել 4 տարվա ընթացքում։ Մի բանը ձեր կողմից, չես ասեմ, ձեր կողմից շատ հարգված Միքայել Աճապայանը մի քանի օր առաջ խորհուրդ է տալիս, ասում էր ընդդիմության գործը չխանգարել բանը, խանգարելը չի, այլընտրակ առաջարկելն է։ 4 տարի խանգարում եք, մանիպուլացնում եք, նոր մանիպուլացնում եք, ասում եք դատվելու եք, դրանից առաջ մանիպուլացնում եք, ասում եք բանկային գաղտնիքը տիրա։ Ինչ անում եք, բերում հակառակ կողմից ներկայացնում եք, ասում է ինչու եք բոնուս տալիս, կաշառում Տիկին Թովմասյան, սա բոնուս չի։ Սա պետական աջակցություն է, այսինքն սա մարդկային կապիտալի զարգացմանը խթանող ուղղությունների ֆինանսավորումը։ Դրա համար կրթության եւ առողջապահության ուղղություններով է ծախսերը կարևորում։ Չենք տալիս այդ փողը, ասում գնացեք ձեր համար ալկոհոլային խմիչք առեք կամ գնացեք, չգիտեմ, որևէ տեղ այդ փողը ձեր հաճույքի համար օգտագործեք։ Ընդունված տարածված մոտեցում, ասենք բերել եք նենց եք ներկայացնում, ոնց որ բանը պետությունը դրանով կաշառում է հենց ձեր բարով։ Ոնց կարելի է նման կետ ներկայացնել։ Պեկի հետ կապված արդեն ասեցի այդ բանկային գաղտնիքի պահը եւ ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ ամփոփելով Տիկին Մինասյանը, Լիլիթ Մինասյանը ճիշտ է ասում։ Ձեր նպատակը ընդամենը այս համակարգը դեմոնիզացնելն է։ Դուք չեք նայում որևէ բան օգուտ է, վնաս է։ Դուք նայում եք հարության շրջանում մի թեթև ինչ-որ բանի շուրջ դժգոհություն կա, միանգամից փորձում եք այդ դժգոհության շուրջ ինչ-որ արհեստական լարվածություն ստեղծել ու բերել ներկայացնել, որ այս իշխանությունը ուզում է հարգելի քաղաքացիներ ձեզ վատություն անել, մենք էլ եկել ենք չենք թողնում։ Լավ է մեր քաղաքացիները ձեզ են ճանաչում, մեզ են ճանաչում։ Այս համակարգը ներդրվում է առաջին հերթին սեփական քաղաքացիների համար, որ վաղը մյուս օր Աստված չանի, կոവിഡ്ի նման իրավիճակ լինի, պետությունը չընկնի մի քանի ամիս հասկանա թե իր քաղաքացիների իրական վիճակը ինչքան է, ով ինչի կարիք ունի, ով ինչ վիճակում, որ ճիշտ քաղաքականություն իրականացնի։ Ու մի հատ եմ կրկնում, երբ որ պրոգրեսիվ հարկման մասին խոսում եք, որ ով որ ավելի շատ է ստանում, պիտի ավելի բարձր հարկվի, բայց առանց այս համակարգի ո՞նց է եկել գործիքակազմը կիրառելու։ Դրա համար հարգելի գործընկերներ, սիրելի համաքաղաքացիներ, մի անգամ կրկնենք, դուք չեք դատվելու այս համակարգի վերջնաժամկետի ուշացման պարագայում, այդ մեկ, բայց դա չի նշանակում, որ պետք է ուշացնել, որովհետև այս հայտարարի լրացնելով դուք ոչ միայն լրացուցիչ հարկերի տակ չեք հայտնվում, այլև կարող եք նաև լրացուցիչ եկամուտներ ունենաք ու առհասարակ պետական համակարգին օգնեք ավելի ճիշտ որոշումներ կայացնել, որը հետո էլի իշահ ձեզ է լինելու։ Շնորհակալություն։